Ողջույն բոլորին, այսօր միասին պատրաստելու ենք հայկական ավանդական մածունով գաթա։ Ստանում ենք անչափ համեղ և փափուկ գաթա։ 2 կգ ալյուրի վրա ավելացնում ենք 1 կգ 500 գրամ կարագ, որը նախատեսված է 10 գունդ գաթայի համար, իսկ ես նկարագրության բաժնում կնկարագրեմ 1 կտոր գաթայի բաղադրատոմսը։ Ձեռքերի օգնությամբ լավ տրորում ենք կարագը և ալյուրը, մինչև ստանանք միասեռ զանգված։ Խմորը լավ տրորելուց հետո ավելացնում ենք 3 սուրճի բաշակ շաքարավազ, 2 հավկիթ, կիլո 500 գրամ մածուն, 2 թեյի գդալ սոդա և 3 ճաշի գդալ քացախ։ Մի լավ խառնում ենք մեր խմորը, ստանում ենք փափուկ խմոր, այնուհետև ձեռքերի օգնությամբ խմորը բաժանում ենք 10 հավասար գնդերի։ Այնուհետև սկսում ենք խորիզի պատրաստումը։ 1 կգ կարագի վրա ավելացնում ենք 3 բաժակ շաքարավազ, բաժակի չափը 200 գրամ և ավելացնում ենք ալյուրը այնքան, մինչև ստանանք փափուկ խորիզ։ Ձեռքերի օգնությամբ մեր խմորին տալիս ենք կլոր տեսք, կենտրոնում լցնում ենք խորիզը և շարունակում ենք գործողությունը այնպես, ինչպես տեսանյութում է նկարագրված։
Չենք մոռանում գեղեցիկ նախշեր տալու մասին, իսկ վերջում անպայման վրան կսում ենք հավքիթ լավ կարմրելու համար։ Եփում ենք նախապես տաքացված ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում։ Դե ինչ հուսով եմ, որ կհավանեք տեսանյութը, իսկ եթե չեք բաժանորդագրվել իմ ալիքին, կարող եք բաժանորդագրվել։